Հարգելի հայրենակիցներ, թեև հասարակության որոշ խմբեր ակնկալիք ունեին, որ Հայաստանում լայն թափ առնող ընտրական գործընթացները պետք է դառնային ծրագրային, գաղափարական բանավեճերի հարթակ, սակայն իշխանությունը, հավատարիմ մնալով իր արատավոր քաղաքական գծին, այն վերածում է վիրավորանքի, զրպարտության, կեղծիքի, անարդարության և անհավասար պայմաններում առավելություն ապահովելու անազնիվ մրցած պարեզի։ ՀՀԿ-ն իր համագումարյան բանաձևով արձանագրեց, որ մեր քաղաքական առաջնահերթությունը ինքնանպատակ իշխանություն ունենալը չէ, այլ Հայաստանի ինքնիշխանության, պետականության, ազգային արժեքների ու արժանապատվության, ժողովրդի անվտանգ և բարեկեցիկ ապագայի պաշտպանությունն է։ Ստեղծված իրավիճակում ընդդիմադիր ուժերը հաջողության հասնելու ճանապարհին իրենց գործողությունների հիմքում պետք է դնեն նախորդ տարիների խորհրդարանական փողոցային պայքարի փորձն ու արդյունքները և անհրաժեշտ եզրահանգումներ անեն։ Սեփական սխալների ընդունումը քաղաքական թուլության նշան չէ, այլ դրանցից հետևություններ անելու, ապագան կառուցելու և հանրային վստահությունը ամրապնդելու նախապայման։ Այլ է խնդիրը, որ իշխանությունը բուն ընտրությունների հարցի իր համար շահեկան լուծման ճանապարհը տեսնում է ոչ թե ազատ, արդար, հավասար մրցակցային միջավայրում պայքարի, այլ ապօրինությունների միջոցով քաղաքական հակառակորդներին մեկուսացնելու, վնասելու, ընդհուպ ազատությունից զրկելու ճանապարհով։ Ընտրությունների լեգիտիմությունը որոշվում է ոչ միայն բուն քվեարկության օրով, այլ մինչև այդ ձևավորված միջավայրով։ Գործող ռեժիմի քաղաքական հետապնդումները, բռնաճնշումները, այլակառուցության նկատմամբ անհանդուրժողականությունը, վարչական ռեսուրսի չարաշահումը, տեղեկատվական անհավասար պայմանների ստեղծումը, արտաքին ապօրինի միջամտությունները հիմք են տալիս պնդելու, որ խաթարվում է ժողովրդի ազատ կամ արտահայտության իրավունքը, ոչ լեգիտիմ դարձնելով պրոցեսի էությունը։ Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ հանրապետական իր ներուժի, փորձառության և հետևողականության միջոցով շարունակելու է անզիջում պայքարը, իր սատարումը բերելով իրական ընդդիմադիր ուժերին, ազգային օրակարգին հաջողություն ապահովելու և երկրի զարգացումը ճիշտ հուն վերադարձնելու համար։